Լրագրողի հանդեպ չի կարելի վատ վարքագիծ դրսևորել, սա միանշանակ, չի կարելի վիրավորել, մաքսիմում պետք է հարգալից լինել լրագրողների հանդեպ։ Ես կարծում եմ, որ իմ ամբողջ կյանքում փորձել եմ սա իրականացնել եւ հիմնականում ստացվում է։ Բայց հիմա այսօր քննարկում ենք էթիկայի հանձնաժողով ստեղծել, չստեղծել, հանձնաժողովը ինչ էլ քվեարկի, ես համաձայն եմ այդ քվեարկության հետ, որևէ խնդիր չեմ տեսնում, բայց մի հատ էլ շատ կարևոր հարցի անդրադառնանք, քանի որ սա Հռիփսիմե Ջեբեջյանի անձին չի վերաբերում, այլ ընդհանուր եմ ասում, ժողովուրդ ջան, լրագրողների էթիկայի համար ով է պատասխան տալու։ Լրագրողների էթիկան, մի խումբ լրագրողների էթիկան դառել է, հավասարվել է հատակին, շրիշակել չէ հատակին։ Սա ես չեմ ասում որպես ազգային ժողովի падգամավոր, սա ես ասում եմ հանրության կարծիքը, որտեղ գնում է հասարակ գյուղացու հետ հանդիպում ես, ասում են լրագրողներին չեք կարում սենց, չեք կարում նենց, չեք կարում սենց, խիչեք սենց անում, խիչեք նենց անում։ Սա ես լուրջ եմ ասում, ժողովուրդ ջան, լրագրողական էթիկայի մասին խնդրում եմ մտածեք, սա մեկ, եւ երկրորդը երկակի ստանդարտները, Տիկին Թովմասյան, ես կուզեի, որ բոլոր դեպքերում դուք այդ ձև արձագանքեիք, Լևոնյան Դավիթին ոչ թե ծեծի ենթարկեցին, բոլորը ես կուզեի ժուրնալիստների միությունը թող նույն ձև արձագանքեր, ինչը նույնական չէ, ծեծը այսինքն նույնական, դա կապ չունի падգամավոր, ասեք լրագրող ծեծել չի կարելի ազգային ժողովում, բա ինչի չէիք ասում, դուք գուցե ասել եք, ես բան չունեմ ասում, բայց նույն ժուրնալիստների միությունը, նույն այնքան մարդիկ, որ ստորագրահավաքարին արին, Դավիթ Լևոնյանը լրագրող չէր, որովհետև Դավիթ Լևոնյանը ընդդիմադիր լրագրող չի, իբր տենց դասակարգումներ կա, հետևաբար կարելի է ծեծել, այս անել, այն անել։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ, հարգելի լրագրողներ, մտածեք ձեր պրոֆեսիոնալիզմի, ձեր էթիկայի նորմերի մասին, էթիկայի կանոնները պահպանելու մասին, արդեն հանրության մեջ այնպիսի դժգոհություն կա, որ դուք չեք պատկերացնում։ Գուցե ձեր առջև առերևույթ այդ խոսքերը չեն հնչեցնում, բայց պարոն Մինասյան, հաստատ դուք էլ լսած կլինեք այդ խոսքերը։ Էս ինչ լրագրողներին, էս ինչ վիճակ է։ Պրոֆեսիոնալիզմի բացակայություն մեծամասամբ, բովանդակային ոչ մի քննարկում, հետազոտական, չգիտեմ, թեմաներով բացարձակ, առավոտից իրիկուն մտածեն, ում վրա ցեղ շպրտեն, ոնց անեն, ոնց падգամավորին ասեն դու իմ համար վիլեն ես, էթիկայի խախտում չի, իմ համար վիլեն ես, գինովցած падգամավոր, լավ, չէ, ժողովուրդ ջան, խնդրում եմ, ես հնարավորինս միշտ էլ լրագրողներին հնարավորինս փորձելու եմ լինել հարգալից եւ իրենց իրավունքների պաշտպանության համար հաստատ լինելու եմ իրենց կողքը կանգնած, սակայն մտածեք նաեւ այս հարցի շուրջ, շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։